Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ, դուք հիմա դիտում եք վլոգ, որը նկարվում է Սիցիլիայից, Իտալիայի ամենամեծ կղզին է եւ Սիցիլիայի Պալերմո քաղաքում ենք, կղզու ամենամեծ քաղաքն է սա եւ այս կղզին մոտավորապես 2700 տարվա պատմություն ունի, ինչը բավականին հետաքրքիր է եւ այստեղ իշխանության են եղել թե հռոմեացիները, թե հույները, թե արաբները, մի խոսքով մշակույթը բավականին բազմազան է հենց այդ պատճառով։ Եկեք գնանք միասին բացահայտենք այս սիրունագույն կղզին։ Այս պահին Սիցիլիայի Պրետորիա շատրվանի մոտ է, որը 16-րդ դարում վերվել է Սիցիլիա Պալերմո, ու այդ ժամանակ մարդիկ շոկի մեջ են եղել այս շատրվաններից, որովհետև արձանները մերկ են, իրենց համար այս մերկությունը արձանների շոկային է եղել, ու դրա պատճառով շատրվանը անվանել են ամոթալի շատրվան, ու նաև ասում են հումորային տենց լեգենդ կա, ասում են, որ այդ ժամանակվա իշխանությունները նենց ահավոր են եղել, որ դրա պատճառով են անվանել ամոթալի, ու այդպես ոնց որ կպել են իշխանությանը, բայց իհարկե իրենց մերկ լինելու պատճառով է հիմնականում ամոթալի անվանվել այ այսպիսի շատրվան 16-րդ դարից մինչև հիմա մնացած։ Հենց նոր ինձ պատահմամբ նկարեցին այս աղջիկները սիրուն, հեսա, լավնա։ Այս պահին մենք գտնվում ենք Կվարտի հրապարակում, եթե անունը իհարկե ճիշտ եմ ասում, հույս ունեմ, որ մեր երգիչ բարեկամը չի խանգարում եւ դուք լսում եք ինձ, ուրեմն նայեք, ինքը խաչմերուկ է, 4 մասի է բաժանում եւ ասում են, որ հենց Պալերմոն բաժանում է 4 թաղամասների, այսինքն առաջին թաղամաս, երկրորդ թաղամասի մեջքի հետևում, երրորդ թաղամասը այս կողմում եւ չորրորդ թաղամասը այստեղ, եւ նաեւ այս արձանները որոնք դրված են այստեղ, խորհրդանշում են տարվա 4 եղանակը ու իսպանացի 4 թագավորներ են այս արձանները։ Բա այդպես ասում են, այս իսպանացի 4 թագավորներն են քաղաքի հովանավորները, պալերմոցիները հավատում են այդ ավանդույթին։ Իդեպ ասեմ, որ Սիցիլիան հայտնի է իր հրաբուխերով ու Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը գտնվում է հենց Սիցիլիայում, որը հույս ունեմ այսօր չի ժայթքելու եւ իր սահմաններից դուրս չի գալու ու ոչ էլ մոտակա դարում։ Ինձ հետո թեկուզ ջրհեղեղը իմ մասին չի, բայց ամեն դեպքում գոնե այսօր չէ։ Շատ կոլորիտային քաղաք է եւ բավականին նման է Նեապոլին, իր փոքրիկ այսպիսի նեղլիկ փողոցներով, բալկոնչիկներով եւ իհարկե լիմոնապաշտությամբ։ Խնդրում եմ մտնեք այս հրապարակի կենտրոնում ինչ տարօրինակ բան կգտնեք, ես գտել եմ։ Այս Gucci գրությունն է։ Ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Ես կարծում եմ, որ արժեր մի քիչ այս ամեն ինչը թարմացնել, իհարկե պահպանելով հին ոճը եւ այդ բազմադարյան պատմությունը։ Քաղաքից տեղ-տեղ այնց ահավոր հոտ է գալիս։ Պատկերացրեք, որ հասարակական զուգարաններից երևի ավելի նորմալ հոտ է գալիս։ Ներողություն իհարկե այդ զզվելի տեքստի համար, բայց այո, ահա մեկ սենց անցնում ես, ուսես խփում ակտիտ։ Չգիտեմ ինչ գործ ունի Շրի Լանկայի տուկտուկները ստեղ, բայց կան։ Ու մեկ էլ ուզում էի ասել, որ եթե դուք մտածում եք, որ բարդ է մեքենա վարելը Երևանում, դուք ուղղակի չեք տեսել այստեղի երթևեկությունը։ Այս խեղճ մեքենաները այսքան մարդու միջով փորձում են անցնել ու դառնալ։ Այսքան մարդն են հել մի կողմ, լավ, բայց տեսնեք մենակ այդ փողոցների նեղությունները, հեսա որ անցնենք կողքերով ձեզ ցույց կտամ։ Ու մեքենաները անցնում դառնում են, նայեք, այս փողոցով իհարկե չէ, շնորհիվ վստահ չեմ կարող ասել, որովհետև Նեապոլում էլ այդպես հանդիպեց փողոց, որ այսքաներից թվում էր հեչ մոտո չի անցնի, մեկ էլ մեքենա անցավ ու գնաց իսկապես։ Պալերմոյի գլխավոր տաճարի մոտ ենք։ Տաճարը կառուցված է արաբական, նորմանական ու բարոկո ոճերի խառնուրդով, իսկ նախկինում փոխարենը եղել է բյուզանդական տաճար,
եւ կառուցվել է 1185 թվականին Պալերմոյի գլխավոր տաճարն է, շատ սիրուն տեսք ունի ու վերևում էլ կա մեծ տերասա, որտեղից ամբողջ քաղաքը երևում է, այս է։ Իրականում եթե շատ հերթեր չլինեն, մենք եւս կբարձրանանք։ Իդեպ ներսում կան թագավորների դամբարաններ եւ ըստ լեգենդի իրենց գլխավոր թագավորը Ֆեդերիկո II-ը, եթե չեմ սխալվում, յուրաքանչյուր գիշեր արթնանում է, նրա ոգին շրջում է տաճարով մեկ եւ այդպես պաշտպանում է ամբողջ քաղաքը։ Ես հենց ոգիների թեմաներին շատ վախով եմ վերաբերվում, եթե ինչ։ Արդեն բակում ենք կաֆեդրալի ու այս կողքի շենքերը չհաշված, այս կողմի շենքերը չհաշված, ասեք, որ այսքան մասը շատ սիրուն է։ Դրի մուտքն է, մենք հիմա մտնելու ենք ներս, բայց նախ ուզում եմ տեսնեք ես ամեն ինչը։ Ու արդեն գնանք ներս միասին։ Ու խնդրում եմ դռների փորագրությունն էլ տեսեք ու նայեք ապակե պատ են հիմա արել, որպեսզի դրանք չփչանան, որովհետև փայտից են եղել։ Այս տեսքն ունի ներսից ու ես կորցրել եմ մերանց։ Հենը, գտա։ Ու այստեղ ձեզ ցույց տամ ու նայեմ։ Իդեպ ասում են, որ այս Պալերմոյի տաճարը վերևից այնքան շատ ունի սենց ոսկեգույն մասեր, որ երբ ճիշտ լույս անկնում իր վրա, թվում է թե ամբողջը ոսկով է պատված։ Այսպես թագավորների դամբարաններ կան այստեղ։ Չգիտեմ ումն է։ Խոսքով։ Որ օրինակ անունն է կարդեի, շատ չի իմանալու այդ թագավորն ով է մեր մեջ ասած։ Դրա համար իմաստ չունի։ Գլխավոր խորանն է։ Ինչ ես նայում նար։ Մեծ արտիվա։ Ինչ է։ Մեծ արտիվա։ Մեծ արտիվա։ Ճիշտ է։ Մեծ արտիվա, ճիշտ է։ Մամա կտաս։ Այո։ Մեծ բանն ասելու։ Միացիկ կամ այցին մտածում ինձ կա։ Իքրամ ասմա ինձ բանն է կանում։ Ինձ գործ է կանում։ Ասմա թե ինձ է կանում։ Շատ սիրուն այգու տարածքում ենք այս պահին ու հենց այս այգու միջով էլ ճանապարհը մեզ տանում է դեպի պալատ։ Հեսա գնանք միասին կտեսնենք սիցիլիական պալատը, Պալերմոյի գլխավոր պալատը։ Ու արդեն կպատմեմ ձեզ դրա մասին։ Նարեն ուզեց պարկել տեղավորվել էր սայլակում, այստեղ տեսնում ենք փողոցային երաժիշտ, տեսնում ենք հափոկ, իմիջիալոց շատ են կենթայիները, սիրում են կենթայիներին։ Ես չգիտեմ այս ինչ է և մյուս կողմից ինչ կլինի, բայց կարծում եմ, որ տեսնել է պետք կանք դիմացի կողմից նայենք և ինչ-որ մի պարադի համար է երևի թե նախատեսված հելա հետաքրքիր է, շատ մեծ է այստեղ ձիերն են, այս կողմում էլ կա ձիով զբոսնելը բավականին ակտուալ է մեկ լվանում են ձիերին շոքախեղճերին համար հենա լվանում են Ամբողջ Եվրոպայում էքսկուրսիաների համար են մեծ ավտոբուսներից են ու այստեղ սրանցից չնայած ավտոբուսներից էլ եմ տեսել բայց կարծում եմ սրանք ավելի հարմար են այս փոքրիկ քաղաքի համար
Ամբողջ Սիցիլիան էր, որ գրեթե Երևանի չափ էր։ Հա, Հայաստանի։ Նարան երբ ուզում է բարկել։ Այ ասենց ինքնուրույն տեղավորվում է։ Բարկում է։ Բարի գիշեր, բալես։ Վերջ։ Վաու, ապրես։ Էլի, հելե։ Քնողից տեսեք։ Բայց իրականում երբ իր քունը տանում ենք իսկապես քնում է։ Քունը չի տանում նար, չէ՞։ Դա։ Ասամ իմ կալաս մոտ։ Հա, հասիր։ Հասել ենք Նորման Փելեսի մոտ կամ Ռոյալ Փելեսի մոտ եւ սա Եվրոպայի ամենահին շարունակաբար օգտագործվող պալատներից է, եթե ոչ այն միակը, որ շարունակաբար այդքան երկար տարիներ օգտագործվել է։ Ներսում իդեպ կա տաճար, որը ունի մատուռ եւ այդ մատուռի հատվածում ոսկին այնքան շատ է օգտագործված, որ լույսի տակ թվում է, թե ամբողջը ոսկեպատ է եւ ոսկուց է պատրաստված։ Իդեպ լեգենդ կա, որի համաձայն ասում են, որ պալատի տակ, գետնի տակ կան արաբական շատ թունելներ եւ գանձեր, որոնք մինչ օրս հայտնաբերված չեն, բացահայտված չեն։ Այնպես որ եթե ինչ-որ մեկը որոշի այս պալատի ներքևի հատվածը քանդել, գուցե գտնի գանձեր, թունելներ եւ այլն միջնադարից մնացած։ Ես իհարկե շատ կուզեի տեսնել ներսում գտնվող մատուռի բյուզանդական խճանկարները, որոնք ասում են ոնց որ ոսկեպատ լինեն, բայց քանի որ մեր ժամանակը այնքան շատ չէ եւ մեղմացածուղ է, մենք չպետք է ուշանանք նավից, դրա համար այս անգամ չենք մտնի ներս։ Իդեպը մուտքի տոմսը 25 եվրո էր։ Դա այդպես։ Մեկ էլ այս քաղաքի մասին ասեմ, որ ամբողջ քաղաքում կա բաց Wi-Fi։ Buongiorno signore, ti prego. Նավիգատորը մեզ տանում է ոչ այնքան հայտնի է, ոչ այնքան կենտրոնական փողոցներով։ Իրականում հենց այս փողոցների մեջ է կոլորիտը։ Հասանք Եվրոպայի ամենամեծ օպերային թատրոններից մեկին։ Շենքը իսկապես բավականին մեծ է, հիմա մենք փնտրում ենք մուտքի հատվածը, տեսնենք թե որտեղ է այն։ Այստեղ կան արձանիկներ, որոնց պատմությունը ես իրականում չգիտեմ, բայց հեսա անպայման կնայեմ, հավանաբար ինչ-որ ներկայացումից են հայտնի, որովհետև այստեղ էլ կա աֆիշ։ Վերդի Կիսանդրին է դրված այստեղ։ Հեսա, Վերդի։ Սա էլ մուտքի հատվածն է։ Իդեպ հայտնի է իր ակուստիկայով, որը լավագույնների շարքին է պատկանում եւ յուրաքանչյուր օպերային երգիչ երազում է այստեղ ելույթ ունել։ Այս օպերային թատրոնը հայտնի է իր հրաշալի ակուստիկայով եւ յուրաքանչյուր օպերային երգիչ երազում է այստեղ ելույթ ունենալու մասին։ Ես շատ արագ կարդացի ու իմացա այս թզուկների մասին, սրանք Պալերմոյի խորհրդանիշներից մեկն են եւ քանի որ այսպես հավաքված են Վերդիի Կիսանդրու շուրջ, ինչպես որ ես արդեն ասել էի, սա Վերդիի Կիսանդրին է, մարդիկ սովորաբար այս թզուկներին անվանում են նաեւ Վերդիի հանդիսատես, Վերդիի լսարան, որովհետեւ կարծես հավաքված լինեն Վերդիին լսելու եւ ունկնդրելու։ Մի խոսքով սա սկզբնական ճարտարապետության հետ Մասիմո թատրոնի կապ չունի, բայց Պալերմոյի խորհրդանիշներից մեկն են մարդաբոյ թզուկները։ Իրականում կարծես փոքրիկ թզուկներ լինեն, բայց իմ հասակին են կամ մի փոքր նույնիսկ ավելի։
Խնդրում եմ ինձ էլի տանում է։ Գիտեք ինչի համար է տանում, որովհետև գնում ենք պաղպաղակ ուտելու, իր համար շատ կարևոր իրադարձություն է դա իհարկե։ Իսկ ինձ համար կարևոր իրադարձությունը օրինակ Մասիմո թատրոնում լինելը կամ նմանատիպ գեղեցիկ կրպակ տեսնելը։ Նար ուր ենք գնում։ Ուր ենք գնում։ Ուր ես տանում ինձ։ Վերջել չի ասի։ Մատ նայեք դիմացի հատվածից ինչ սիրուն տեսք ունի։ Շատ սիրուն է։ Նայեք անցումը։ Տեսակ։ Առանց մեկնաբանությունների։ Ես չեմ մեկնաբանում։ Դուք ուղղակի իմացեք։ Ու Բրյուսելում էլ շատ կար։ Քաղաքի այս հատվածի ակտիվությունն ու եռուզեռը նկատեք խնդրում եմ։ Նայեք հենց հիմա ծովային նավի, հեսա ծովային նավը պարադնա։ Այն էլ մեր նավն է, այս ծովային։ Պրիսյակ են ընդունում, նայ թմնակալության արարողությունը։ Ծաղ, կարդ։ Խայլով վար, ինչ գիտեմ ասում եմ։ Դե ինչ այսքանն էր վլոգը Սիցիլիայից, ձեզ համար պատրաստելի այսքանը, այսինքն չէի պատրաստել ընթացքում ինչ ստացվեց ինչ ես տեսա, այն էլ դուք տեսաք։ Նարի ասա շնորհակալություն, որ դիտեցիք հոլովակը։ Կասես։ Շնորհակալություն, որ դիտեցիք մեր հոլովակը։ Դե հաջողություն սպասում ենք ձեր սրտիկներին ու մեկնաբանություններին, որոնք մենք անպայման կարդում ենք, չէ՞։ Կկարդանք միասին։ Դե պակա։ Պակա։